Ինչպես են քաղաքացիները պատրաստվում ամանորին։ Կարողանում են գնել սրտների ուզածը, թե թանկացումների պատճառով ստիպված են զսպել իրենց ախորժակը։ Հարցումներ Երևանյան փողոցներում։ Ամանորյա գնումներ կատարել եք։ Դեռ ոչ, սպասում ենք աշխատավարձին։ Իսկ գների մասին ինչ կասեք։ Թանկացում է, դուք էլ գիտեք, որ թանկացում է։ Գների վերահսկողություն կա, նկատում եք։ Չկա, ով կհսկի։ Հիմա ավելի շատ թանկանում է փոխանակեժանացնել։ Ինչն է, ով է հսկում։ Այս ավտոբուսի գները լավ հսկում են տրանսպորտը։ Կարողանում եք գնումներ կատարել։ Ինչ գնում անեմ, երբ որ լիմոն եմ բերել ծախում եմ։ Այդ լիմոնով ես ինչ առևտուր անեմ, ինչ սեղան անեմ, ում համար, ես ոչ մի նոր տարի, ոչ մի բան, չեմ կարող ապրեմ, ստանում եմ 40,000, դրանից կարող է ես լույսի վարձ տամ, ջրի վարձ տամ, տաքության վարձ տամ, ոնց կարող ենք համարել, որ դա էական է, որ դրանում կարողանում ես ապրես։ Նոր տարի նշելու եք։ Չէ, որ նշենք, որ ոչ մի բան չունենք։ Ինչով նշենք։ Թոշակ ենք առնում, թոշակում մարդու կնիկ ապրում ենք։ Ինչով անենք։ Բավարարում է կենսաթոշակը։ Չէ, 36,000 փող եմ ստանում։ 36,000 տան վարձ տամ, լուսի փող տամ, տան քառակուսի մետրի փող տամ, որ դուս ապրեմ։ Կենսաթոշակով կկարողանաք ամանոր նշել։ Որ պետության մեջ կարան կենսաթոշակով ամանոր նշեն, կարաս ասես։ Ես եմ հարց տալի, որ պետության մեջ կարան կենսաթոշակով ամանոր նշեն։